ողջունում եմ հրապարակում գտնվող բոլոր ազատամարտիկներին եւ շնորհավորում այս պայծառ տոնի արդիվ։ Իհարկե չեմ կարող չօգտագործել այսօրվա այս մեր հավաքը եւ չհիշել, որ այստեղ ներկա շատ եւ շատ երիտասարդներ, երեխաներ այսօր գնացին դպրոց։ Այսօր աստորեն սեպտեմբերի 2-ին բացվեց դպրոցական սեզոնը եւ ես հույսով եմ, որ ուսուցիչները մեր դպրոցների կհիշեն իրենց պարտավորությունը, երեխաներին պետք է սովորացնել, պատմել այն, ինչ որ հերոսացրել է մեր ժողովրդին, պատմել Արցախի ազատագրության մասին եւ ոչ անպայման փող կորզել նրանց ծնողներից կամ կազմակերպել դպրոցում ընտրական տեղամասեր եւ դրդել ծնողներին այս կամ այն տեխնացուի կամ կուսակցության կողմը։ Ես կարծում եմ, որ այսօր սեպտեմբերի առաջին օրը, դպրոցի առաջին օրը իմաստ ուներ հիշել նաեւ սա։ Սիրելի ժողովուրդ, 25 տարի առաջ, ինչպես մեր սիրելի Գեգամն արդեն ասեց, այս հրապարակը եւ ամբողջ շրջակա տարածքները լեցուն էին ժողովրդով եւ այդ ժողովուրդը կանգնել էր պայքարի, ազատության եւ արդարության համար։ Այն ժամանակ 25 տարի առաջ այստեղ ներկաներից շատերը կամ շատ փոքր էին, կամ ընդհանրապես դեռ չկային, իսկ շատ-շատերը որ կային այստեղ, հիմա այլևս չկան, զոհվել են պատերազմում կամ մահացել են։ Բայց այն ժամանակ ոչ ոք մեզանից, թե զոհվածները, թե ով ողջ մնաց, չգիտեին ինչ է մեզ սպասում։ 88 թվականին, երբ շարժումը սկսվեց, ոչ ոք մեզանից չգիտեր, որ ընդամենը մի քանի ամիս հետո ավերիչ երկրաշարժը տասնյակ հազարավոր զոհեր է տանելու հայ ժողովրդից եւ հողին հավասարեցնի ամբողջ հյուսիսային Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը։ Մենք բացարձակապես 88-ին չէինք կարող պատկերացնել, որ ընդամենը 3 տարի հետո Արցախը հռչակելու է իր անկախությունը։ Սիրելի ժողովուրդ, երբեք մի մոռացեք, Արցախի անկախությունը հռչակվել է Հայաստանի անկախությունից շուտ։ Հայաստանի անկախությունը արդյունք էր սովետական միության փլուզման եւ քանդվելու։ Արցախինը զինված ապստամբության եւ ժողովրդի ազատատենչ մղումների։ Եվ մենք այդ ժողովուրդն ենք։ Հիմա ուզում եմ հարցնել ձեզ, ինչի ենք մենք դարձել այսքան խեղճ։ Ինչի մենք մոռացել ենք սեփական իրավունքների համար պայքարելու մաքուր եւ ազնիվ արվեստը։ Մի քանի բան ձեզ ուղղակի հիշեցնեմ, որ դուք հիշեք ով եք դուք եւ ինչի եք ընդունալ։ Երբ սովետական միությունը քանդվեց, ամենամեծ ու հսկայական սովետական բանակային զորամասերը պարզվեց տեղակայված են Ադրբեջանում, մի քիչ ավելի քիչ Վրաստանում եւ բոլորովին քիչ Հայաստանում։ Եվ ռազմական ժառանգությունը, որ ստացավ Ադրբեջանը, մի քանի անգամ մերից ավել էր։ Ես կարող եմ ասել նրանք, ով հիշում են, Ադրբեջանը 4 մոտոհետևակային դիվիզիայի զենք ստացավ, այսինքն մոտ 50,000 մարդ զինելու զենք ստացավ, մենք ոչինչ չստացանք, նրանք ստացան 11,000 վագոն զինամթերք, պատկերացրեք 11,000 վագոն զինամթերք, եւ այնուամենայնիվ մենք ապստամբեցինք, հաղթեցինք, խլեցինք այդ զենքը, խլեցինք այդ զինամթերքով վագոնները եւ պատերազմում հաղթողը մենք դուրս եկանք։ Մենք, այսինքն դուք այն ժողովուրդն եք, որը ոչ մի դեպքում չպետք է ընկճվի ու ոտքի գա, ու ծնկի գա, ում դեմել որ լինի, արտաքին թշնամու, ներքին կեղեքիչի։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ հիմա այս խաղաղ, համեմատաբար խաղաղ ժամանակներում մեր պայքարը, ընդհանուր պայքարը, հայ ժողովրդի պայքարը, եւ եթե իշխանությունը դա հասկանում է, դա շատ լավ է։ Մեր պայքարը Արցախի ճանաչման համար է։ Մենք Արցախում զիջելու բան չունենք։ Մենք շատ թույլ տվեցինք, տարիներ շարունակ
մենք լուր էինք մնում ձեզ հետ, չէ որ տեղից հելած նորելու քաղաքական գործիչները, քաղաքական դեմքերը, պետական այրերը, մեկ էլ տեսնես արտասահմանում սկսում էին ափեղ-ծփեղ խոսել մեր զիջումների մասին։ Դուք եք վերցրել, որ զիջեք, վերցրել են հայ զինվորները եւ հայ ժողովուրդն է իրավասու միայն որոշելու, որն է լինելու հայոց զիջումը իդիմաց խաղաղության։ Այսօր Ադրբեջանը հիստերիայի մեջ է, նրանք ուղղակի խայտառակ հիստերիկ վիճակում են, ոչ միայն որովհետև ապտակ են ստացել, պարտություն են կրել եւ այդ պարտության ծանր հոգեվիճակը մինչև հիմա շարունակվում է, նրանք ամաչում են, որովհետև նրանք ունեին ամեն ինչ, մենք չունեինք ոչինչ, Ղարաբաղում ապրում էր 150,000 մարդ, Ադրբեջանում 6 միլիոն, բայց մեզ հայերից հաջողվեց նրանց ծնկի բերել եւ այդ ամոթից նրանք այսօր հորինել են մի լեգենդ, թե իբր մեզ հայերից օգնում էր Ռուսաստանը, ոչ սովետական միությունը սիրելի ժողովուրդ, ով մասնակցել է գիտի, ոչ էլ Ռուսաստանը մեզ չեն օգնել, հակառակը օգնել են Ադրբեջանին, բայց ես ձեզ վստահեցնում եմ, այսօր վստահեցնում եմ ձեզ, Արցախի անկախության օրը շնորհավորելով, եթե նորից հանդգնեն հարձակվելու, այս անգամ ռուսների նվիրածը կամ ծախածը, էլի կգնանք ու կխլենք այստեղ կանգնածներով, շնորհավոր Արցախի անկախությունը։